Դուրս եկեք։ Համեցեք։ Յանքում չէի մտածի, թե ձեզ իմ տուն եմ հրավիրելու։ Այդ դեպքում ինչու հրավիրեցիր։ Որովհետև խոսքը ձեր երեխաներին է վերաբերվում։ Ինձ ասած ինֆորմացիայի համաձայն տղատ ոչ մի կապ չունի քո հանցագործ կյանքի հետ։ Նստեք։ Լսում եմ ձեզ։ Դու ամեն ինչ արդեն գիտես։ Հա, գիտեմ։ Հետաքրքրվել եմ։ Խճճված պատմություն է։ Օգնի գտնենք տղուս, Սեկոյան։ Կամ ասա, որ ուղղությամբ փորենք։ Սեկոյան ժամանակին դու մեր արունը շատ ես խմել, բայց մենք քո վրա կեն չենք բավում։ Գործը արել ես հասկացանք, բայց մեր երեխեքը պատասխանատու չեն մեր արածների համար։ Երեխեքի հետ պատահածը ավելի շատ պատահականության է նման, քան թե նախորդ պլանավորված, կազմակերպված հանցագործության։ Ինչի ես տենց մտածում։ Դրա համար երկու պատճառ կա։ Նախ, որ աղջկատ բաց են թողել, ու երկրորդ, որ մինչև հիմա քո հետ կապի դուրս չեն եկել։ Նրանք պարզապես չգիտեն, թե ինչ անեն տղայիդ հետ։ Հնարավոր է, որ ուղղակի դժբախտ պատահար է տեղի ունեցել։ Վթարի մեղավորներն իմացել են, թե ում երեխեքն են տուժածներն ու կոճապի են մատնվել։ Երկար չեմ մտածել։ Կարինեին հիվանդանոց են տեղափոխել, իսկ տղայիդ պահել են իրենց մոտ։ Բայց պահելու իմաստը։ Միգուցե փորձել են հետը լեզու գտնել, որ իրենց չմեղադրի։ Բայց չեն գտել։ Ըստ ամենայնի այո, բայց սա ընդամենը վարկած է, ոչ ավելին։ Եթե քո վարկածը ճիշտ է, ուրեմն նրանք մեր աշխարհի մարդիկ են։ Հա, ասեմ ավելին։ Նրանք մարդիկ են, որոնք անցյալում քեզ հետ խնդիրներ են ունեցել։ Լոգիկա կա ասած մեջ։ Սեկոյանը մի ոնց անենք, որ այդ մարդկանց բացատրենք, գտնենք, ասենք, որ հարցը խաղաղությամբ կլուծեն, եթե երեխին ողջ առողջ վերադարձնեն։ Ես դա չգիտեմ։ Չգիտես, թե չես ուզում ասես։ Լսիր, քիչ առաջ ասում էիր, որ երեխաները պատասխանատու չեն ձեր արածների համար։ Հա։ Դու ճիշտ ես, պատասխանատու չեն, բայց նրանք հիմա պատասխան են տալիս ձեր հանցագործությունների համար։ Էլ սարսափները, մարդկային ողբերգությունները, մասսայական սպանությունները, որ ես աչքովս եմ տեսել ձեր ու ձեր նմանների հետ շփվելով, ինձ բերել են մի մտքի, որ եթե նույնիսկ դուք խուսափել եք արդարադատությունից, մեկ է, ստանալու եք ձեր պատիժը։ Ափսոս, որ այս ձևով։ Դու լսիր, չհամարձակվես ինձ մեղադրեսի մեր ուղ այդ պատասի համար, ես ատկանքս մակուր եմ ապրել։ Լորդ,
Շնորհակալ եմ, որ ընդունեցիր ու օգնեցիր։ Թշնամում ձեր շրջապատում փնտրեք։ Ես հենց ամենասկզբից ասում էի, տան պայմաններում հնարավոր չի ոչ մի բան վերահսկել։ Բարեկում ձեզ։ Շախ ջան, նոր եմ իմացել։ Ինչով կարող եմ օգնացել եմ։ Գտնում ես այդ աննասունին, ով սրբուկից նարկոտիկա մատակարարել ու բերում ես մոտս։ Հասկացա քեզ։ Ոնց է աղջիկս բժիշկ։ Բարեբախտաբար երիկամները չեն վնասվել։ Թմրանյութի մեծ քանակության պատճառով օրգանիզմի մեջ ինտոքսիկացիա է գնացել, որը ազդել է երիկամների վրա։ Հետքեր կմնան իհարկե, բայց ժամանակի ընթացքում կվերականգնվեն։ Ուզում եք ասել գիտակցության է եկել։ Այո, բայց դեռ շատ թույլ է։ Երբ կարող եմ տեսնել աղջիկս։ Առավոտ ջան, իրան հիմա հանգիստ է պետք։ Շնորհակալ եմ բժիշկ։ Համաձայն եմ։ Սեգյանի մոտ գալը ճիշտ էր։ Բայց մենք չգիտենք ոնց օգտագործենք իր տված ինֆորմացիան։ Պետք է մի անգամ էլ հավաքել տղեկին։ Ահա ոչ մեկ միշտ չի վեգալի։ Իսկ վեգալողը հավաքի ժամանակ կազեր։ Դու ուրիշ տարբերակ գիտես։ Իսկ ես մտածում որ Սեգյանը ուղղակի ուզում է կռիվ գցի մեր մեջ։ Ցույց կծեց մեջներս ասես դե գնացեք կռվեք իրար հետ։ Մի անգամ էլ եմ կրկնում։ Դու ուրիշ տարբերակ գիտես։ Մի տարբերակ գիտեմ։ Պատկերացնենք Սեգյանը ճիշտ ասում, չի սխալվում, ուզում է օգնած լինի։ Բայց ոչ մեկ մեր առաջ իր սիրտը չի բացի հավաքի ժամանակ։ Առաջարկում ես առանձին հանդիպել հետները։ Առաջարկում եմ հատ խոսենք հետները ու գարանտիաներ տանք։ Ու եթե Դավիթին ողջ առողջ հանձնեն, հետևանքներ չեն ունենալու։ Խելացի բան ես ասում։ Վաղը հերթով կանչի բոլորին։ Առաջին ում հետ ես ուզում հանդիպես։ Կազումյանի։
Չես վախենում, որ կփախնեմ։ Իսկ դու փորձի։ Հերիք չի, սեփական ձեռովս հարազատ ընկերոջս սպանեցի, իմ այլ դու ինչ ես վստահում։ Ես քեզ չեմ ուզում կասկածեմ։ Իսկ դրա լավագույն ձևը քեզ մեկուս հասնելն է։ Իսկ են ուռոդներին վստահում ես, չէ՞։ Չես մտածում, որ Ավոյին արդեն ամեն ինչ ասել են։ Իրենց համար papan երաշխավորել է։ Ոնց որ դու էիր ասում, 3 միլիոնի համար ոչ մեկին չես կարող գարանտ կանգնես։ Իսկ քո համար կարամ։ Եթե ես փողը վերցնող լինեի, հիմա Համիկի հետ վաղուց արտասահմանում կլինեի։ Ոչինչ։ Շուտով ամեն ինչ կվերջանա։ Ինչի լորդի աղջիկը ուշքի է եկե։ Բա ոնց է վերջանալու։ Վիգեն ինչ ես մտածել։ Որոշել եմ Ավոյին տանեմ տամ հորը։ Էդ դու ես որոշել, թե հերը դա ասել։ Ես։ Չեմ հասկանում։ Այս թեման ինչքան հնարավոր է շուտ պետք է փակվի։ Քանի կոնտրոլից դուրս չի եկել։ Այս կգնամ Ավոյի մոտ ու կասեմ, որ մեղավորի ես եմ, որ ոչ իմ հերը, ոչ էլ ընտանիքս կապ չունեն։ Եթե պատժելու է, թող ինձ պատժի։ Ինչի հիմա Վիգեն։ Չէիր կարես ամեն ինչ ավելի շուտ մտածեիր։ Ես էլ ստիպված չէի լինի Համիկին խփեի։ Համիկը դավաճան է եղել, ու դու դավաճանի ես խփել։ Այդ այս թեմայի հետ այնքանով կապ ունի, որ Համիկը նոր է իր իսկական դեմքը ցույց տվել։ Չգիտեմ Վիգեն, բայց այս ամեն ինչը շատ վտանգավոր է։ Այս քո բարեգործությունը կարող հակառակ էֆեկտ ունենա։ Այս բարեգործություն չի, այլ սառը դատողություն։ Այդ դու ես տենց մտածում։ Բայց լավ կանես հորդ հետ խոսես, կիսվի հետը մտքերովդ։ Անիմաստ է, հերս երբեք չի համաձայնվի։ Որովհետև հերդ իրա պատճառներն ունի։ Հա, ու այդ պատճառը վախն է, որ լորդն ու Ավոն իրար հետ մեր դեմ պատերազմ չսկսեն։ Ու քանի որ թեման երեխեքն են, այդ պատերազմին ուրիշ կլաններն էլ են մասնակցելու, բայց իրանց կողմից։ Իսկ չես մտածում, որ Ավոն կարա քեզ զալոժնիկ բայի։ Ու հորդ ստիպի անի են ինչ որ ինքն է ուզում։ Էլ չեմ ասում, որ հանգրց լորդի աղջիկը ուշքի չեկավ ու մահացավ։ Բարդ է։ Հա, ռիսկ է։ Բայց հիմա լավագույն տարբերակը էս է։ Իսկ երբ ես որոշել ես անես։ Նախ Ավոյի հետ կխոսամ, հետո արդեն ըստ սիտուացիայի։ Շատ չեմ ձգի, բայց վաղը կամ մյուս օրս հարցը պիտի փակվի։ Այժմ օրվա սենսացիոն բացահայտում է մի քանի ժամ առաջ ներքին գործերի նախարարության կիբերհանցագործությունների վարչության աշխատակիցները ձերբակալել են հայտնի բլոգեր Վարդան Ավանեսյանին, ով հայտնի է քրեական հեղինակությունների եւ քրեական ենթամշակույթի մեջ բարձր դիրք զբաղեցնող հանցագործների մասին իր աղմկոտ բացահայտումներով։ Ըստ ներքին գործերի նախարարության լրատվական ծառայության հայտնի բլոգերի համակարգչում եւ թվային գրիչների վրա հայտնաբերվել են արգելված պոռնոգրաֆիկ բնույթի լուսանկարներ եւ տեսանյութեր, որտեղ գործող անձինք մանկահասակ երեխաներ են։ Եվ թողարկման այս հատվածում այլ թեմաներից Հայաստանի Ապրես, գոհ եմ քեզնից լավ ես աշխատել։ Վերջապես ազատվեցինք ես կլեոզնիկից։ Շնորհակալ եմ։ Հուսով եմ ամեն ինչ մաքուր ես արել ու հետքերը մեզ մոտ չեն բերի։ Չէ, բացառված է։ Իսկ ձև չի պարզեն, որ Արիֆի գլխին սարքել են ու մեղադրանքները հանեն։
Չէ, պրոֆ աշխատել։ Եթե մի բա պատկերացնենք, որ ժամանակի ընթացքում կարող է վարդարացնեն այս բլոգերին ու բաց թողնեն։ Մեկը ինքը իր հեղինակությունը չի կարող վերականգնել։ Իրան ոչ մեկ լուրջ չի ընդունելու։ Հա, ճիշտ ես։ Այս կարգի մեղադրանքները մինչև կյանքի վերջ մարդու ճակատին դաջվում են։ Զբաղվում ես են վկայի հարցով։ Դեռ ոստիկանությունում է։ Թող դուրս գա, ինչ պետք է կանենք։ Սեմ, անձնական հարցով եմ ուզում հետդ խոսեմ։ Հա, խոսա։ Ես հասկանում եմ, որ հիմա ճիշտ ժամանակը չի։ Բայց ես Սոնայի հանդեպ անտարբեր չեմ։ Էդ դու հիմա լուրջ ես խոսում։ Շատ։ Սեթո, 5 տարի դու մեր ընտանիքում ես։ Ու ես քո կողմից երբեք ուշադրության նշաններ չեմ նկատել աղջկաս հանդեպ։ Նույնիսկ չեմ տեսել, որ դու մի հայացք գցես աղջկաս վրա։ Ու հիմա ասում ես, որ անտարբեր չես։ Ես կարողանում եմ զգացմունքներս թաքցնել։ Ու ինչի որոշեցիր հենց հիմա դրա մասին խոսալ։ Որովհետև ուզում եմ զգացմունքներիս մասին խոսեմ Սոնայի հետ։ Իհարկե, քո թույլտվությամբ։ Տարվա ամենասպասված հայկական համերգային երեկոն Ակուակալենտեի շքեղ The Show համերգասրահում հուլիսի 25-ին տեղի կունենա լեգենդար երգիչ Հարութ Փամբուկչյանի մենահամերգը։ Շտապեք ձեռք բերել ձեր տոմսերը հենց հիմա, քանի որ դրանք շատ արագ սպառվում են։ Բաց մի թողեք բացառիկ հնարավորություն վայելելու անմոռանալի երեկո եւ կենթանի հանդիպում ունենալ լեգենդար երգիչ Հարութ Փամբուկչյանի հետ։ Դե ինչ, հանդիպում ենք հուլիսի 25-ին երեկոյան ժամը 6:30-ին Ակուակալենտեի The Show համերգասրահում։ Ինչպես են համաշխարհային աստղերը մեկել հանկարծ երիտասարդանում։ Գաղտնիքը բացահայտված է եւ այժմ հասանելի է հենց այստեղ, Գլենդելում։ Կորեական այս սարքը առանց վիրահատության ձգում եւ երիտասարդացնում է մաշկը ու կնճիռները չքվում են։ Այլևս ոչ մի սրսկում, ոչ մի կտրվածք եւ ոչ էլ վերականգնողական շրջան։ Միայն քուլուքսում, ոչ վիրահատական facelift բոլորովին անցավ։ Ընդամենը 20 րոպե հետո դուք վերադառնում եք աշխատանքի 20 տարի երիտասարդացած։ Սա իսկապես հրաշք է։ Զանգահարեք հենց հիմա 818 418 1111։ Քուլուքս, դուք նորից երիտասարդ եք։ Dentaluxe-ը միջազգային մակարդակի ամենաառաջատար ատամնաբուժական կենտրոնն է Ամերիկայում։ Այստեղ են բերվել այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք հազվագյուտ են այսօր եւ այստեղ են ոլորտի լավագույն բժիշկները։ Գալով Dentaluxe միանգամից կարվի եռաչափ 3D սկանավորում, որը ցույց կտա ձեր բերանի ամբողջական պատկերը, բորբոքումներ, լինդերի խնդիրներ, վնասված ատամներ, մի խոսքով ամեն ինչ։ Այստեղ է նաեւ գերժամանակակից լաբորատորիա, որտեղ անմիջապես կարող են պատրաստել ինչպես առանձին ատամներ, այնպես էլ ամբողջական ատամնաշար։ Իմպլանտներ, վնյուրներ, ընդբուրում ճշգրիտ, այնպես ինչպես եղել են ձեր բնական ատամները կամ ինչպիսին երազում եք ունենալ։ Մի խոսքով կարելի է մեկ օրում լուծել ատամների խնդիրները եւ վայելել կյանքը գեղեցիկ, ճերմակ, առողջ ատամներով։ Գիտեք ինչքան կարեւոր են ատամները առողջության համար։ Վերանում են անիմաստ գլխացավերը, լավանում է մարսողությունը, հետ է գալիս երիտասարդ զգացողություն։ Հետ մի գցեք, զանգահարեք հիմա 818 418 5555 կամ պարզապես այցելեք 229 North Central Avenue, Glendale, 2-րդ հարկ, Dentaluxe։ Ուղղակի հրաշք ատամնաբուժական կենտրոն, պետք էլ չի ժամադրություն։ Ուղղակի եկեք եւ մենք ձեզ կցուցաբերենք լավագույն խնամք։ Dentaluxe, գերարդիական կլինիկա, 818 418 5555։ Բարև ձեզ, Քուլուքսը Ստելա։
տուրիստներ են մազ կրակում։ Այո, Գլենդելում բացվել է մազերի վերականգնման ամենաժամանակակից եւ եզակի կենտրոն, որտեղ բերվել է մազեր վերականգնող AI ռոբոտ աշխարհի ամենավերջին տեխնոլոգիայով, որը մեկ օրում կվերականգնի ձեր սեփական մազերը, վերջ ճաղատությանը եւ քաջալությանը։ Դե ինչ, եկել եմ մազերս կլուբսում կրակեմ, լավ վարպետներ են աշխատում ստեղ, դենանք ինչ ենք անում։ Զանգեք 818 418 1111 եւ ստացեք ձեր մազերը երիտասարդ տեսքը առանց ցավի մաչելի գնով մեկ օրում ձեր սեփական մազերն են աճելու երաշխավորված։ Ես գիտեմ, որ Քուլուքսում լավ մասնագետներ են, դրա համար էլ եկել եմ ստեղ։ Քուլուքսը չի պատերել իմ այս մազերս սա գալու աճելու, ոչ ես էլ եմ աճելու թազա երկեր ենք անելու, ոչ ուժեղ բաներ ասում ես։ Ուրախ եմ, որ աղբորս տեսա, շատ ճիշտ որոշում ես կայացրել։ Ասեմ, որ ճիշտ մասնագետների ես դիմել։ Դե վсё, ջիգաներ, հաջողություն, Ջոն ջան, համեցեք։ Ես գնացի։ I love you։ Քուլուքս, դուք նորից երիտասարդ եք։ Եվ ավելի քան 20 տարվա փորձառությամբ օգնում եմ մարդկանց, ովքեր ունեն լսողական խնդիրներ։ Լավ լսողություն նշանակում է ամուր կապ աշխարհի եւ մերձավորների հետ։ Enhance Audiology կլինիկան գործում է 2 քաղաքներում՝ Գլենդելում եւ Փասադինայում։ Այստեղ ընդունվում են Medical, Medicare եւ մյուս բոլոր առողջական ապահովագրությունները։ Տարվա ամենասպասված հայկական համերգային երեկոն Ակուակալենտեի շքեղ The Show համերգասրահում հուլիսի 25-ին տեղի կունենա լեգենդար երգիչ Հարութ Փամբուկչյանի մենահամերգը։ Շտապեք ձեռք բերել ձեր տոմսերը հենց հիմա, քանի որ դրանք շատ արագ սպառվում են։ Բաց մի թողեք բացառիկ հնարավորություն վայելելու անմոռանալի երեկո եւ կենթանի հանդիպում ունենալ լեգենդար երգիչ Հարութ Փամբուկչյանի հետ։ Դե ինչ, հանդիպում ենք հուլիսի 25-ին երեկոյան ժամը 6:30-ին Ակուակալենտեի The Show համերգասրահում։ Որտեղ է։ Հենց լարա։ Հուսարի։ Դողերում եք։ Չանքի։ Տղջանից բաց թողեք։ Ես բան չեմ արել։ Ինչա պետք։ Փող։ Տուն, ավտո, ինչ պետքա կտամ։ Ում տակ այսի աշխատում։ Ովքեր են սրա պապաները։ Կազումյանների թուլլքից է։ Սերգոնա գործի գլխին կայնացի, ես ինչ կապ ունեմ։ Ինչ կա իր հետ։ Բարձելու կա իր։ Սերգոն նստած այ ուրոտ։ Հա, Բերթում նարկոտիկի բիզնեսը սաղ իրա ձերով է, սաղ իրա ռամսերն է, ինքն է սաղ ռուլի տանում։ Ես ինչ կապ ունեմ։ Շախ ջան, խնդրում եմ։ Ճանաչում ես ինձ։ Հա, ոնց չէ։ Իսկ դու գիտես Սրբուկը, որին նարկոտիկի վրա ես նստացրել։ Իմ աղջիկն է։ Չէ, չեմ իմացել։ Ես չեմ իմացել։ Ուզելա տվել եմ։ Ես չլնեի, ուրիշից էլ առնելու։ Էդ էլ կապ չունի։ Դու իմ աղջկան մահվան բերան ես հասցրել։ Չէ։ Դրա համար պետք է պատասխան տաս։ Գործը ասել։ Ես եմ։ Տղեկից երկու օքիվ եկավ, շուտ եկեք մոտս։ Հասցեն SMS կանեմ։ Ես քո հանդեպ ոչ մի բան չունեմ զետո։ Հետո մենք միջնադարում չենք ապրում, որ ծնողը որոշի իր երեխային ում հետ հանդիպի, ում հետ չհանդիպի։ Սամ, ես չեմ խնդրում, որ դու որոշես, կամ ինձ օգնես, որ Սոնայի սիրտը շահեմ։ Ինձ քո համաձայնությունն է պետք, այդքան բան։ Սոնան Կազումյանը, իմ արունն է։
Բայց նա չի ընդունում այն կյանքը, որով մենք ապրում ենք։ Նկատել եմ։ Բայց եթե դա է միակ խանգարող հանգամանքը, ես պատրաստ եմ զոհաբերության։ Արի ժամանակից առաջ չընկնենք։ Ես ընդհանուր դեմ չեմ, որ դու շփվես աղջկաս հետ։ Բայց ինձ պիտի մի բան խոստանաս։ Եթե նա քեզ մերժեց, վերջ, ընդմիշտ մոռանում ես աղջկաս։ Այդ լաց ու կոցը, այդ ռոմանտիզմը, սիրային նամակները, ես այդպես բաներ չեմ սիրում։ Պայմանավորվեցիք։ Լորդնա, սա հենց այնց չէ զանգի ինձ։ Լսում եմ քեզ, լորդ։ Աբան ուզում ա քեզ տեն ասեմ։ Ինչ արծով։ Մետ ինքը քեզ կասի։ Երբ։ Վաղ առավոտ իրամոտ։ Ինչ փոխանցեմ աբոյին։ Փոխանցի, որ կգամ։ Աղջկանիցդ ինչ նորություն կա։ Առաջընթաց կա։ Շատ քիչ։ Ոչինչ։ Կդզվի ոտքի կկանգնի։ Կարևորը դու հավատդ չկորցնես։ Այդ հավատն այն սպաղում եմ մենակ։ Դե առայժմ կհանդիպենք վաղը։ Ու ինչ այս ամեն ինչը նշանակում Սեթո։ Մենք չգիտենք աբոյի մտքին ինչ կա, բայց քո չհամաձայնվելը սխալ կլիներ։ Կարինայից հլը նորություն չկա։ Որոշել եմ բաց թողեմ քեզ։ Երբ։ Մոտակա օրերս։ Բայց ուզում եմ իմանաս, որ այդ իմ որոշումն է, ոչ թե ընտանիքի։ Ինչու ես այդ անում։ Տենց ճիշտ է։ Բայց այդ հարցում ինձ պետք է օգնես։ Ոնց։ Քեզնից է կախված, թե այդ ինչ քայլերի կգնա, երբ որ քեզ հետ ստանա։ Իսկ ես քեզ տղավարի խոսք եմ տալիս։ Ես ամեն ինչ կանեմ, որ ոչ մի հետևանք չունենա քո համար։ Դա եթ հիմա ես տենց ասում։ Բա որ Կարինեն չապրեց։ Գտնելս իրավիճակից դուրս գալու համար։ Նրա համար, որ մեր ընտանիքները նոր արունահեղություն չսկսեն։ Դավեթ դժբախտ պատահար ա եղել, ու դու էլ էդ գիտես։ Եթե Կարինեն չփրկվեց, ես չգիտեմ իմ հետ ինչ կլինի։ Եկել հասկանում ես, ես իրան իմ կյանքից շատ եմ սիրում։ Ես հասկանում եմ, բայց հիմա խոսքը Կարինեի մասին չի, խոսքը մեր ընտանիքների մասին է։ Դու հասկացի, եթե մեր ընտանիքները հագան իրար, նոր զոհերը քո խղճինել են ընկնելու։ Ես կհամոզեմ պապային, բայց լորդին չեմ կարող կանգնացնել։ Բա ով կարա։ Մենակ պապան։ Ռազի հետ խոսա։ Աղբերս կարա պապային համոզի, որ լորդին ստոպ տա։ Ես քո աղբորը չեմ ճանաչում, ու չգիտեմ ինչ ռեակցիա կտա։ Ինքը դա իր սեփական կյանքը չի խնայում։
Քեզ կտային ինչ ուզում ես։ Մենակից բաց թողես։ Կմտածեմ առաջարկիդ մասին։ Հասացան։ Երեկվանից զանգիտ եմ սպասում ջիվան։ Զանգելու պատճառ չկա դեռ։ Ինչն է խնդիրը։ Խնդիրը Վիգենն է, որ տանն է։ Մինչև նա դուրս չգա, ես գործ չեմ կարող անել։ Հասկանալի է։ Դե ուրեմն մի քիչ էլ կսպասենք, եթե հանկարծ ինչ-որ փոփոխություն չեղավ, կզանգեմ ինչ-որ պատրվակով տուն կկանչեմ։ Ես երկար չեմ կարող բացատրել։ Ավելորդ կասկածների տեղիք կտամ սերնին։ Այսօր այդ գործը պետք է արվի ջիվան։ Մնացած ամեն ինչ երկրորդական է։ Պատրաստ է ամեն ինչ։ Հա, Կամոջան։ Հա։ Ժուճոկը հողերի մեջ է։ Տղեկս կհետևեն, տեղիք իմանան, մեզ կասեն, մենք էլ կգնան գլխներին կկանգնենք։ Բա որ գտնի են ժուճոկը։ Այդ քո իմացած ժուճոկներից չի, վիկինգ։ Մազից բարակ պլատա է, փողին կլեած, ու այդ ձև չի գտնեն։ Նոր տեխնոլոգիաները։ Մնում է համոզենք փողը քեշ վերցնի։ Կվերցնի։ Հաստատ կվերցնի, այդ կապ չունի իրանք դավոյի տեղը գիտեն, թե քամի են։ Ինքնը։ Լսում եմ։ Ինձ քո պատասխանն է պետք, Ռազ։ Համաձայն եմ։ Ուրեմն հիմա հաշվի համարը կուղարկեմ։ Փողը կփոխանցես, կշարունակենք մեր խոսակցությունը։ Փողը փոխանցելու հետ կապված պրոբլեմ է առաջացել։ Ինչ կարգի պրոբլեմ։ Հետաքրքրվել եմ, ոչ մի բանկ առանց լուրջ հիմնավորման այդքան փող չի փոխանցում։ Ես էլ չեմ կարող այս երկու օրվա մեջ հիմնավորում սարքեմ։ Քո պրոբլեմն է։ Դու հասկանալու այդ խնդիր ունես։ Ասում եմ փողի փոխանցումը պրոբլեմ է։ Կարամ այդ փողը քեզ քեշ տամ։ Լավ փորձ էր, բայց չէ։ Եթե ինձ չես վստահում, դու հետաքրքրվի։ Բանկի անուն ասա, որ այդքան փող կփոխանցի, ես պատրաստ եմ։ Դու հասկանում ես, որ եթե պայմանավորվածությունները խախտեցիր, հնարավոր է էլ չտենաս աղբորդ։ Հասկանում եմ, դրա համար եմ արագացնում։ Ասա փողը ուր եմ բերում։ Սպասի զանգիս։ Ոնց որ ստացվեց, հա։ Կամը մնում է տղերքդ չկաշեն։